Բարև ձեզ, ես Հովհաննիսյան Օնիկն եմ, դուք իմ YouTube-յան ալիքում եք ու ես շատ հաճախ ուղիղ եթերներ եմ անում, ուղիղ եթերների ժամանակ ես խոսում եմ տարբեր թեմաներից։ Այս անգամ ուզում եմ խոսել ընդհանրապես, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր երկրին։ Ես ընթացքում տեսանյութ կդնեմ, որ նկարը անել եմ այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածում հայտնի այս եկեղեցու շրջակայքում, գիտեք, կա Սա հուշարձանի դիմաց գտնվող ծիզամարկն է, որտեղ ծխախոտի մնացորդներ են, որոնք բազմաթիվ են և նետված են ուղղակի այստեղ։ Մարդիկ գալիս են և այստեղ նետում են։ Շատ ամոթալի։ Դա հուշարձանն է, որի վրա մարդիկ գրել են իրենց անվանական տառերը, գրել են ինչ-որ այս ինչին գումարած այս ինչ։ Սա հուշարձան է, որը նվիրված է 2006 թվականի Երևան Ադլեր թռիչքի ընթացքում կործանված ինքնաթիռում զոհված 113 անձի հիշատակին։ Եվ այս կերպով հիշատակը փորձել են մարդիկ վառպայել, բայց մարդիկ կան եկել և այսպիսի վանդալիզմ են իրականացրել, իսկ սա եկեղեցին է, բոլորին ծանոթ 5-րդ Մազիվի եկեղեցին։ Ահա մենք տեսնում ենք, որ այնտեղ ինչպիսի անբարվոք վիճակ է, և ես չեմ ուզում ոչ մեկին ոչ փնովել, ոչ ասել, որ տեսնում եք, սա ձեր դեմքն է, բնականաբար սա բոլորիս դեմքն է, բայց եկեք մի պահ մտածենք ինչի ենք օրինակ սա հանդուրժում, կամ ինչի ենք սա անողներին հանդուրժում, կամ ինչի է սա նորմալ, որ այսպիսի բաներ կա։ Երբ ես իմ ուղիղ եթերներից մեկում օրինակ ասում եմ, որ միջանձնային հարաբերությունների բացի թողի վիճակը բերում է նրան, որ բանակում շատ վատ իրավիճակ է տեսնում եք, քանի մարդ է ինքնասպան լինում, ասում են, որ սա ինչ-որ թշնամական ինչ-որ բան է, որ չէ, ինչն է խնդիրը, որ օրինակ այսպիսի բաների վրա ուշադրություն դարձնենք, խոսենք սրա մասին։ Տեսնում ենք ինչ-որ բլոգերը, որ գալիս է Հայաստան, օրինակ կոնկրետ հրեա բլոգեր Լապշինին, գիտեք, Ալեքսանդր Լապշինին, որ անդրադառնում է այս թեմաներին ու շատ ցավոտ եք վերաբերվում նրան, նույնիսկ վիրավորական բաներ եք գրում, չէ, այդ մարդը շատ ճիշտ է ասում, ժողովուրդ, շատ ճիշտ է ասում, և մինչև սենց մանր բաների վրա ուշադրություն չդարձնենք, հավատացնում եմ ձեզ, լավ իշխանություններ չենք կարողանալու ընտրել։ Որտեվ այդ իշխանությունը տեսնում է, չէ, ինչ վերաբերմունք ունենք մեր շրջակա միջավայրի վրա։ Այդտեղ բնութագրում է ընդհանրապես մեզ որպես քաղաքացի և այդտեղ երևում է մեր քաղաքացիական դիրքորոշումը։ Սրա մասին ես միշտ ուզեցել եմ անդրադառնալ ու իմ կարծիքով հենց վաղն է այսպիսի բաների մասին խոսել։ Շնորհակալություն։